Մեծ եղեռն, մեծ ողբերգություն եւ այլ ձևակերպումներ ցեղասպանություն եզրույթից խուսափելու համար։ Մեկ ժամից ավելի թուրքական լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ անգամ գործածեց հայոց ցեղասպանություն ձևակերպումը, այն էլ վերահաստատելու համար, որ իշխանության օրակարգում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիր չկա։ Փոխարենը թուրք լրագրողներից մեկն իր հարցում առնվազն մի քանի անգամ անդրադարձավ 1915 թվականին տեղի ունեցած դեպքերին, այն անվանելով հայոց ցեղասպանություն։ Ցեղասպանության հետ կապված դա շատ հետաքրքիր մեսեջ էր մեր վարչապետի կողմից, որը մեծ ցանկություն կար իհարկե, որ դա էլ հատկապես այդ մեսեջը հասնի թուրք հասարակության, որ մենք այլևս ցեղասպանության չենք խոսելու, մենք այլևս չենք հետաքրվում ցեղասպանության եւ դրա հետևանքների հետ կապված։ Հայաստանի Հանրապետության միակ իշխանությունը, որի օրակարգում հայոց ցեղասպանության մասին ոչինչ չկա, իր այս հայտարարությամբ խոչընդոտում է Սփյուռքում գործող հայ դատի հանձնախմբերի աշխատանքներին, ասում է Հույդա հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։ Պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական կուրսը վերջին շրջանում մշտապես խնդիրներ է ստեղծել հայ դատի աշխատանքների հետապնդման տեսանկյունից, բայց դա իհարկե չի նշանակում, որ մենք մեր քաղաքական առաջնահերթությունները պետք է փոխենք։ Հայ դատի հանձնախմբերի գրասենյակների միջազգային ցանցը առաջ է շարժվում իր սեփական քաղաքական առաջնահերթությունները, որոնք ծառայում են հայության բովանդակ շահերի միջազգային պաշտպանությանն ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ արտաքին զորակցության ապահովմանը։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն պատմաբան Հայկ Դեմոյանը չի ցանկանում այս թեմայով մեկնաբանություններ տալ, պնդում է, հանրությանը չի հետաքրքրում։ Հասարակությանը դա չի հուզում, Ալեն Սիմոնյանի կոշիկների գինն է հուզում։ Դուք ուզում եք, որ այս արժե համակարգով ես մեկնաբանություն անեմ այդ հասարակության համար, հասարակություն թող գնա հաշիվ պահանջի այսօրվա տնօրենից, նախորդ տնօրենից, թե ինչ են գողացել, ինչ է պարտակել, ինչ հանցագործություններ են տեղարել։ Դրանից կտրված եթե ես մեկնաբանություն անեմ, չի ավելի կլինի։ Թուրք լրագրողներին Հայաստան հրավիրելու պատճառներից մեկն էլ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Անկարա հասցնելն է եղել, ասում է թուրքագետը։ Սա մի տեսակ պաշտոնական հաղորդում էր Թուրքիային, ոչ միայն իհարկե ընթերցողներին, այլ նաև կառավարությանը, իշխանական բանին, քաղաքական էլիտային, ասենք, քաղաքական տոմից զբաղվողներին Թուրքիայում դա մի տեսակ պաշտոնականացնել էր այդ խոսույթի, այն ինչ որ մենք լսում էինք, մենք իհարկե ջղայնանում էինք եւ այլն, այդ ամեն ինչը դա ներկայացվեց Թուրքիային որպես Հայաստանի պաշտոնական կեցվածք։ Անկախ Երևանի ցեղասպանության ճանաչման հարցում պաշտոնական դիրքորոշումից Սփյուռքում հայ դատի գրասենյակները շարունակում են աշխատանքը միջազգային ճանաչման ուղղությամբ։ Ղուկասյանը վստահեցնում է, Փաշինյանի հայտարարությունները չեն կարող հիմք դառնալ դրանք դադարեցնելու համար։ Մենք հաշվի չենք առնում Հայաստանի Հանրապետության իշխանությունների արտահայտությունը այն մասով, որ նրանք որևէ օժանդակություն բնականաբար չեն ունենում այդ աշխատանքների սպասարկմանը եւ ինչպես ասացի, Փաշինյանի այս եւ այլ հայտարարություններ գալիս են ապացուցելու, որ այո, այս իշխանությունները հայ դատի աշխատանքների հետապնդման տեսանկյունից բավական խնդրահարույց իրավիճակներ են ստեղծում։ Սփյուռքում ապրող ու պայքարող մեր հայրենակիցներն են վստահեցնում, շարունակելու են այնքան, քանի չեն հասել պատմական արդարության, զուգահեռ ամեն ինչ անելով Արցախ տունդարձը հնարավոր դարձնելու համար։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։